Շնորհակալություն, հարց ուղղում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանին։ Պարոն Թորոսյան, գրեթե 1 տարի առաջ միասնական սոցիալական ծառայության մեջ ներդրվեց թվայնացման համակարգ, ավտոմատացված համակարգ, երբ նպաստառուների ու բոլորի այդ ստատուսները որոշվում է արդեն թվային ալգորիթմների միջոցով եւ վերջին ժամանակներից քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, հատկապես քարոզարշավի ժամանակ, հիմնական խնդիրը քաղաքացիները այս թեման էին բարձրացնում, մոտ 90%-ով, որքանով գիտեմ, գուցե սխալվում եմ, նպաստառուների թիվը նվազել է Սյունիքի մարզում եւ նաեւ գիտեմ, որ այդ թվային կարգավորումները որոշակի խնդիրներ ունեն եւ հարցս հետևյալումն է, արդյոք պատրաստվում է որոշակի ճշգրտումներ անել, այդ պիլոտային ծրագիրը շարունակել նաև Հայաստանի ողջ տարածքում եւ արդյոք կարգավորվել են այն խնդիրները, որոնք առկա են, օրինակ բողոքարկման վարույթները ընդհանրապես իրականացնել հնարավոր չէր այս թվային կարգավորումների պայմաններում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Մենք անցյալ տարվա մարտ ամսից 2 մարզերում փորձարկել ենք անապահովության նոր համակարգը, հատուկ ենք սկսել քիչ թվով մարզերից, որպեսզի ընթացքում ծագած խնդիրները վերհանենք եւ շտկելով նոր միայն տարածենք ամբողջ երկրի վրա եւ նախորդ կառավարության նիստին մենք արդեն վերհանված գրեթե բոլոր խնդիրները մինչ օրս առնվազն վերհանված խնդիրները փորձել ենք ուղղել կառավարության որոշման փոփոխություններով եւ հուլիսի 1-ից այդ համակարգը սկսելու է գործել նաեւ մնացած մյուս մարզերում եւ Երևան քաղաքում, այդ թվում նաեւ Կոտայքում եւ Սյունիքում էլ արդեն շտկված տարբերակով։ Համակարգը ինքնին իհարկե վերջնական որոշումներ կայացնում է թվային մոդուլով, բայց այնպես չէ, որ այդ թվային մոդուլը աշխատում է առանց մեր կողմից ի սկզբանե նախադրված սկզբունքներ, այսինքն մենք ենք որոշել սկզբունքները, պարզապես համակարգը նախագծել ենք այնպես, որ որևէ պետական պաշտոնյա որոշման կայացման վրա ազդեցություն չունենա, տարբեր պատճառներով։ Առաջինը, որովհետև կարծում ենք, որ դա արդյունավետ է, ընդհանրապես մեր թվային համակարգերի ներդրումը պետք է բոլոր տեղերում տեղի ունենա, այդ թվում մեր ոլորտում։ Երկրորդը, որպեսզի խուսափենք կոռուպցիոն տարբեր դրսևորումներից, երկու ուղղությամբ իդեպ, երբ որ կշորթում, ասենք այն որ հասնում է նպաստը, բայց չեն տակ ասեն մեզ գումար տուր, մենք այդպիսի բազմաթիվ դեպքեր լսել ենք, ժամանակին քրեական գործեր են եղել եւ նաեւ հակառակն էլ, որպեսզի քաղաքացին ինքը չգնա շահագրգռի, ասի ինձ նպաստ տուր, ես քեզ գումար կվճարեմ դրա դիմաց։ Համակարգում որոշակի շեմերի փոփոխություններ են եղել գույքահարկի մասով, սպառված էլեկտրաէներգիայի, գազի մասով, որոնք որ խնդրահարույց էին թվում, համակարգում այոները դրվել նաև բողոքարկման ինստիտուտ եւ հնարավորություն է տրվելու շատ փոքրաթիվ դեպքերում, շատ փոքրաթիվ նաև թղթային փաստաթղթեր ներկայացնել, որոնք հիմք կհանդիսանան որոշման կայացման վրա, նախկինում այդ հնարավորությունը ընդհանրապես չկար, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող այս առիթը բաց թողնել եւ եւս մեկ անգամ խոսել այն բանի մասին, որ այս համակարգը մարդկանց բարեկեցությունը վերջնական լավացնելու մասին չէ, այն ժամանակավոր համակարգ պետք է լինի, մինչև որ քաղաքացիները կկարողանան ինքնուրույն իրենց աշխատանքով, կրթությամբ հոգալ իրանց կարիքները եւ մենք պետքա ավելի շատ դրա մասին մտածենք եւ խոսենք, քան թե նման համակարգերում մարդկանց ընդմիշտ պահելու մասին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, իհարկե համաձայն եմ այն մտքի հետ, որ սա բարեկեցության հարց չի լուծում։ Երկու օրինակ եմ ձեզ ուզում բերել, 8 երեխա ունեցող ընտանիքը հայր չունի, շատ ծանր պայմաններով են ապրում եւ վարկ են վերցրել, որպեսզի բժշկական ծառայություն հոգան, շտապ վիրահատության հարց է եղել, այդ վարկի պատճառով զրկվել են այդ 8 երեխաները եւ մայրը նպաստից եւ կա եւս 5 երեխա ունեցող, ոչ մեկ չի աշխատում, վարձով են ապրում, էլի հրատապ բժշկական օգնության կարիք ա եղել, վարկ են վերցրել, որպեսզի բուժում անեն եւ զրկվել են։
Հա, եւ հուսով եմ, որ այս ծրագրատեխնիկական լուծման մեջ այս խնդիրներն են արդեն լուծված կլինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, մենք արդեն իսկ այդ մասով կարգավորումներ փոխել ենք, դրանք արձանագրված խնդիրներից մի քանիսն են եղել եւ ինքնուրույն վարկ վերցրած քաղաքացիների մասին եւ երաշխավոր կանգնած քաղաքացիների մասով դրել ենք սահմանաչափեր, եթե վարկը չի գերազանցում 10 միլիոն դրամը եւ եթե վաղեմությունը արդեն անցել է 3 տարուց, այդ ժամանակ դրանք բացառող գործոն չեն համարվի, այսինքն քաղաքացիների դիմումը այդ դեպքում բացառող գործոնով ավտոմատ չի մերժվի։ Նա կարող է մերժվել այլ բացառող գործոններով, այնտեղ գույքարկի չափ կա, այլ պարամետրեր կան, բայց այս հանգամանքը արդեն հաշվի առնված նոր համակարգով եւ ձեր նշած ընտանիքները, եթե համարում են, որ իրենք ընկնում են այս նոր փոփոխությունները, կարող են նորից դիմել, այստեղ սահմանափակում չկա դիմելու թվի եւ հնարավոր է, որ իրենց նշանակվի եւ արդյոք օգտագործելով եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այս նոր համակարգում ի տարբերություն նախկինի նպաստների չափերը շատ խելամիտ եւ ադեկվատ են ընտանիքների չափին եւ նրանց կարիքներին եւ առավելագույն չափը 280,000 դրամ է, իսկ միջինը 85,000 դրամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։